Զրուցում եք Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանի տնօրեն Վալերի Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, տեղեկացանք, որ Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը լուծարվում է եւ միանում Հայաստանի պատմության թանգարանին որպես մասնաճյուղ։ Կխնդրեմ մեկնաբանեք, սա իրենից ինչ է ենթադրում։ Կներեք, բայց մի բան ասեմ էլի։ Այո։ Պաշտպանության նախարարության ենթակա կառույց ենք, մենք պատասխանատու աշխատող ունենք, մամուլի քարտուղար, դիմեք տեղեկատվության վարչություն, իրանք ձեզ կտեղեկացնեն։ Այնուամենայնիվ դուք եք ավելի լավ տեղյակ թանգարանի։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց մենք ոչ մի փաստաթուղթ ունենք, ոչ մի գրություն ունենք, ոչ մի բան գիտենք, ոչ գիտենք ինչ պետք է լինի։ Այնա որ լսել ենք մի բան, դուք կարող եք բարձաբանում իրենցից էլ իմանալ։ Այսինքն ձեզ որևէ մեկը չի տեղեկացրել, պարոն Հակոբյան, այն հարցերը, որոնք հիմա ուղղում եմ, դրանք լրիվ ձեզ են վերաբերում։ Ձեզ մինչև հիմա չեն տեղեկացրել, որ պետք է լուծարվի թանգարանը։ Չէ, գիտեք, բոլոր լուծարվելու խնդիր չկա, ես ոնց հասկանում եմ, տեղափոխությունն է մի երատեսչությունից մյուս երատեսչություն։ Ուրիշ բան չեմ կարող ասել, եթե լրացուցիչ ինչ-որ հարցեր ունեք, խնդրում եմ։ Մինչև ձեզ հետ քննարկումներ չեն եղել, պարոն Հակոբյան։ Խնդրում եմ էլի իրանց էլի այդ հարցը տվեք։ Այսինքն աշխատանքը նույն կերպ է համակարգվելու, որևէ տարբերություն չի լինելու։ Ես նորից եմ ասում, էլի խնդրում եմ իրանց էլի այդ հարցերը ուղղեք։ Ուղղակի խնդրում եմ ձեզ իրանց դիմեք, էլի, որտեղ նորից եմ ասում, մեր համակարգում, ՊՆ-ի համակարգում այսպես է, պետք է իրանց դիմել, իրանք իրաց մոտ ամեն փաստաթուղթ, ամեն ինչ, իրանք ձեզ ավելի լավ կպատասխանեն։